Նոր կտակարանի ներածություն։ Պողոսի նամակը Եփեսացիներին։ Եթե գաղատացիներին ուղված նամակում Պողոսը պաշտպանում էր ավետարանի ազատությունը, իսկ հռոմեացիներին ուղված նամակում բացատրում էր փրկության հիմքերը, ապա Եփեսացիներին ուղված նամակում նա բարձրանում է ավելի լայն տեսադաշտ։ Այստեղ ուշադրության կենտրոնում այլևս միայն առանձին հավատացյալը չէ, ոչ էլ միայն կոնկրետ մեկ եկեղեցու կամ համայնքի խնդիրները։ Այստեղ Պողոսը խոսում է Աստծո հավիտենական ծրագրի մասին։ Նա ցույց է տալիս, թե ինչպես է Աստված Քրիստոսի միջոցով իրականացնում իր նախահավիտենական կամքը, միավորելով երկինքն ու երկիրը, հրեաներին ու հեթանոսներին, եւ ստեղծելով մի նոր ժողովուրդ՝ եկեղեցին։ Եփեսացիներին ուղված նամակը նոր կտակարանի ամենահոյակապ եւ ամենաբարձր աստվածաբանական գրություններից մեկն է։ Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի թեմաների, ինչպիսիք են Աստծո հավիտենական ընտրությունը, Քրիստոսի գլուխ լինելը, եկեղեցու բնույթը, շնորհով փրկությունը եւ քրիստոնյայի հոգեվոր պատերազմը։ Եթե գաղատացիներին ուղված նամակը ազատության հռչակագիրն է, ապա Եփեսացիներինը եկեղեցու մեծ տեսիլքն է։ Այս նամակում Պողոսը մեզ հրավիրում է տեսնելու ոչ միայն մեր անձնական փրկությունը, այլ նաև այն մեծ ծրագիրը, որի մեջ Աստված ներառել է ամբողջ մարդկության պատմությունը։ Այս տեսանյութում մենք կփորձենք հասկանալ, թե ով է այս նամակի հեղինակը, ինչու է այն վստահելի, ում է ուղված, երբ եւ որտեղ է գրվել, եւ ինչու է Եփեսացիներին ուղված նամակը հաճախ անվանվել եկեղեցու թագավորական մանիֆեստ։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Հեղինակը։ Եփեսացիներին ուղված նամակի սկզբում հեղինակը հստակ ներկայացնում է իրեն որպես Պողոս առաքյալ։ Ի տարբերություն կորինթացիներին կամ գաղատացիներին ուղված նամակների, այստեղ Պողոսը չի զբաղվում որևէ ճգնաժամային իրավիճակի լուծմամբ։ Նամակի տոնայնությունը ավելի հանգիստ է, հանդիսավոր եւ խորհրդածական։ Նրա ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե առանձին խնդրի, այլ ամբողջ եկեղեցու վրա։ Այդ պատճառով շատ ուսումնասիրողներ Եփեսացիներին ուղված նամակը համարում են Պողոսի ամենասահուն եւ ամենահամապարփակ գրություններից մեկը։ Նամակի լեզուն կրում է Պողոսին բնորոշ բոլոր հատկանիշները։ 5 կտակարանի լայն օգտագործում, Քրիստոսի շուրջ կենտրոնացած աստվածաբանություն, շնորհի եւ հավատքի թեմաներ եւ գործնական հորդորների ու վարդապետության ներդաշնակ միավորում։ Վաղ եկեղեցին այս նամակը ընդունել է որպես Պողոսի իսկական գրություն եւ օգտագործել է այն որպես եկեղեցու բնույթի եւ առաքելության հիմնական աղբյուրներից մեկը։ Այսպիսով, Եփեսացիներին ուղված նամակում մենք Պողոսին տեսնում ենք ոչ այնքան որպես վիճաբանող ջատագով, որքան որպես եկեղեցու մեծ տեսիլքը նկարագրող աստվածաբան։ Վավերականությունը։ Եփեսացիներին ուղված նամակի վավերականության հարցը որոշ չափով տարբերվում է այնպիսի նամակներից, ինչպիսիք են հռոմեացիներին, գաղատացիներին կամ կորինթացիներին ուղված նամակները։ Եթե վերջիններիս Պողոսյան հեղինակությունը գրեթե անվիճելի է, ապա Եփեսացիներին ուղված նամակի դեպքում ժամանակակից գիտության մեջ գոյություն ունեն որոշ քննարկումներ։ Սակայն եկեղեցական ավանդությունը 2000 տարի շարունակ այս նամակը ճանաչել է որպես Պողոսի գրություն եւ այսօր էլ այդ դիրքորոշումը շարունակում է պաշտպանվել բազմաթիվ հեղինակավոր հետազոտողների կողմից։ Նամակի առաջին իսկ խոսքերում հեղինակը ներկայանում է որպես Պողոս, Հիսուս Քրիստոսի առաքյալ։ Սա միայն նախաբանի ձևական մաս չէ։ Նամակի ամբողջ ընթացքում հեղինակը խոսում է որպես այն անձը, որը կոչված է հեթանոսների առաքյալ լինելու ծառայությանը։ Նա անդրադառնում է իր բանտարկությանը, իր առաքելությանը եւ այն հատուկ հայտնությանը, որով Աստված իրեն բացահայտել է հեթանոսների փրկության ծրագիրը։ Այս բոլոր թեմաները լիովին ներդաշնակ են Պողոսի կյանքի եւ ծառայության հետ, ինչպես դրանք նկարագրված են Գործք առաքելոցում եւ մյուս նամակներում։ Ժամանակակից որոշ ուսումնասիրողներ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Եփեսացիներին ուղված նամակի լեզուն եւ ոճը որոշ չափով տարբերվում են Պողոսի վաղ նամակներից։ Օրինակ, այստեղ հանդիպում են ավելի երկար եւ բարդ նախադասություններ, ավելի հանդիսավոր լեզու եւ եկեղեցու վերաբերյալ ավելի զարգացած տեսիլք։ Սակայն այս տարբերությունները պարտադիր չեն նշանակում այլ հեղինակություն։ Նախ, Եփեսացիներին ուղված նամակը գրվել է Պողոսի կյանքի ավելի ուշ շրջանում եւ բնական է, որ նրա ոճը որոշ չափով զարգացած լիներ։ Երկրորդ, նամակի թեման ինքնին պահանջում է ավելի բարձր եւ խորհրդածական լեզու։
Եթե գաղատացիներին ուղված նամակը պայքարող նամակ է, ապա եփեսացիներինը հանդիսավոր աստվածաբանական խորհրդածություն է։ Եվ երրորդ, նույնիսկ անվիճելի Պողոսյան նամակների միջև նույնպես կան նկատելի ոճական տարբերություններ, կախված թեմաներից, հասցեատերերից եւ գրության նպատակից։ Եփեսացիներին ուղված նամակի վավերականության օգտին ամենաուժեղ փաստարկներից մեկը վաղ եկեղեցու միաձայն վկայությունն է։ Հովանես Առաքյալի աշակերտ Իգնատիոս Անտիոքեցին արդեն երկրորդ դարի սկզբին իր գրություններում արտացոլում է եփեսացիներին ուղված նամակի լեզուն եւ գաղափարները։ Իրինեոս Լեոնացին, Կղեմես Ալեքսանդրիացին, Օրիգենեսը եւ մյուս հայրերը բացահայտ կերպով ընդունում են նամակը որպես Պողոսի գրություն։ Հատկանշական է, որ մեզ հայտնի չէ որևէ վաղ եկեղեցական հեղինակ, որը կասկածի տակ է դրել Պողոսյան հեղինակությունը։ Պողոս Առաքյալի եփեսացիներին ուղված նամակը առկա է նաև մեզ հայտնի ամենահին նոր կտակարանյան կանոնում՝ Մուրատորի կանոնում։ Թեև եփեսացիներին ուղված նամակը ունի իր յուրահատուկ շեշտադրումները, դրա հիմնական աստվածաբանությունը ամբողջությամբ համապատասխանում է Պողոսի մյուս նամակներին։ Այստեղ եւս մենք հանդիպում ենք փրկություն շնորհով, Քրիստոսի կենտրոնականություն, հավատացյալների միասնություն, հեթանոսների ընդունում Աստծո ժողովրդի մեջ եւ եկեղեցու որպես Քրիստոսի մարմնի գաղափար։ Այս թեմաները նոր չեն Պողոսի համար։ Եփեսացիներին ուղված նամակը պարզապես դրանք ներկայացնում է առավել համապարփակ եւ հասուն ձևով։ Եփեսացիներին ուղված նամակի Պողոսյան հեղինակության օգտին հանդես են եկել ժամանակակից բազմաթիվ հայտնի գիտնականներ, այդ թվում Ֆրեդերիկ Բրյուսը, Քլինթոն Արնոլդը, Դենիել Վոլեսը եւ շատ այլ հետազոտողներ։ Նրանք մատնանշում են, որ արտաքին վկայությունները չափազանց ուժեղ են, իսկ ոճական տարբերությունները լիովին բացատրելի են նամակի նպատակի եւ գրության ժամանակաշրջանի առանձնահատկություններով։ Այսպիսով, եփեսացիներին ուղված նամակի վավերականությունը հիմնվում է հեղինակի սեփական ինքնահայտարարության, վաղ եկեղեցու համընդհանուր վկայության, Պողոսյան աստվածաբանության հետ ներքին ներդաշնակության եւ բազմաթիվ ժամանակակից գիտնականների պաշտպանած պատմական հիմնավորումների վրա։ Հասցեատերերը, գրման վայրը եւ տարեթիվը։ Եփեսացիներին ուղված նամակը Պողոսի ամենահետաքրքիր նամակներից մեկն է հասցեատերերի տեսանկյունից։ Եթե Կորինթացիներին կամ Գաղատացիներին ուղված նամակները գրված են կոնկրետ խնդիրներ ունեցող համայնքների համար, ապա եփեսացիներինը շատ ավելի համընդհանուր բնույթ ունի։ Այդ պատճառով որոշ ուսումնասիրողներ այն նույնիսկ անվանում են շրջանառու նամակ, նախատեսված միաժամանակ մի քանի եկեղեցիների համար։ Ավանդական տեսակետի համաձայն նամակ ուղված էր Եփեսոս քաղաքի եկեղեցուն։ Եփեսոսը առաջին դարի քրիստոնեական աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկն էր։ Պողոսը այնտեղ ծառայել էր մոտ 3 տարի, ավելի երկար, քան իր միսիոներական գործունեության շատ այլ վայրերում։ Գործք առաքելոցից գիտենք, որ Եփեսոսը դարձավ այնպիսի կենտրոն, որտեղից ավետարանը տարածվեց ամբողջ Փոքր Ասիայում։ Սակայն այստեղ կա հետաքրքիր հանգամանք։ Որոշ հինձեռագրերում Եփեսոսում գտնվող սրբերին արտահայտությունը բացակայում է։ Այդ պատճառով մի շարք հետազոտողներ ենթադրում են, որ նամակը սկզբում գրվել էր ավելի լայն լսարանի համար։ Այս տեսությունը բացատրում է, թե ինչու նամակում գրեթե չկան անձնական հիշատակումներ։ Չնայած Պողոսը Եփեսոսում երկար տարիներ էր ծառայել եւ անձամբ ճանաչում էր բազմաթիվ հավատացյալների։ Այդուհանդերձ, նույնիսկ եթե նամակը շրջանառու բնույթ ուներ, ամենահին եկեղեցական ավանդությունը այն կապում է Եփեսոսի հետ, եւ այդ պատճառով այն պատմության մեջ հայտնի դարձավ որպես Եփեսացիներին ուղված նամակ։ Եփեսացիներին ուղված նամակը սովորաբար դասում է այսպես կոչված բանտային նամակների շարքին՝ Փիլիպեցիներին, Կողոսացիներին եւ Փիլիմոնին ուղված նամակների հետ միասին։ Նամակի ներսում Պողոսը մի քանի անգամ հիշատակում է, որ գտնվում է բանտարկության մեջ։ Ավանդական տեսակետի համաձայն այս բանտարկությունը այն նույն հռոմեական բանտարկությունն է, որի մասին կարդում են Գործք առաքելոց գրքի վերջին գլուխներում։ Այդ պատճառով վաղ եկեղեցուց սկսած առավել տարածված տեսակետը եղել է, որ նամակը գրվել է Հռոմ քաղաքում։ Թեև որոշ գիտնականներ առաջարկել են Կեսարիան կամ Եփեսոսը որպես այլընտրանքային տարբերակներ, Հռոմի վարկածը շարունակում է մնալ ամենատարածված եւ ավանդական դիրքորոշումը։ Եթե ընդունենք Հռոմի բանտարկության տեսակետը, ապա նամակը պետք է թվագրվի Քրիստոսից հետո մոտ 60-ից 62 թվականներով։ Սա Պողոսի կյանքի հասուն շրջանն էր։ Նրա միսիոներական հիմնական ճանապարհորդությունները արդեն ավարտվել էին, եւ նա այժմ հնարավորություն ուներ ավելի խորը կերպով արտահայտելու իր աստվածաբանական տեսիլքը։ Հենց այս հանգամանքն է, որ շատ ուսումնասիրողների կարծիքով բացատրում է նամակի բացառիկ խորությունը։
Այստեղ Պողոսը այլևս չի զբաղվում միայն տեղային խնդիրներով, այլ անդրադառնում է Աստծո հավիտենական ծրագրին, Քրիստոսի գլուխ լինելուն եւ եկեղեցու համաշխարհային առաքելությանը։ Ամփոփելով, Եփեսացիներին ուղված նամակը գրվել է Եփեսոսի եկեղեցուն կամ Փոքր Ասիայի մի շարք եկեղեցիների, հավանաբար Հռոմում, Քրիստոսի ծննդից հետո մոտ 60-ից 62 թվականներին։ Սա մի նամակ է, որը դուրս է գալիս տեղային խնդիրների սահմաններից եւ ընթերցողին բարձրացնում է դեպի Աստծո փրկարար ծրագրի մեծ պատկեր։ Այստեղ Պողոսը խոսում է ոչ միայն առանձին հավատացյալի մասին, ոչ միայն մեկ եկեղեցու մասին, այլ ամբողջ եկեղեցու, որպես Քրիստոսի մարմնի եւ ամբողջ պատմության մասին, որպես Աստծո ծրագրի իրականացման դաշտի։ Գլխավոր ուղերձը, առանձնահատկությունները եւ կառուցվածքը։ Եփեսացիներին ուղված նամակի կենտրոնական ուղերձը կարելի է ձևակերպել այսպես. Աստված Քրիստոսի միջոցով իրականացնում է իր հավիտենական ծրագիրը, ստեղծելով մեկ նոր ժողովուրդ եւ մեկ մարմին, եկեղեցին, եւ միավորելով ամեն ինչ Քրիստոսի իշխանության ներքո։ Եթե հռոմեացիներին ուղված նամակը կենտրոնանում է փրկության վրա, իսկ գաղատացիներինը ազատության, ապա եփեսացիներինը կենտրոնանում է Աստծո մեծ ծրագրի վրա։ Պողոսը ցույց է տալիս, որ մարդկության պատմությունը պատահական իրադարձությունների շարք չէ։ Դեռ աշխարհի արարումից առաջ Աստված նախատեսել էր փրկության ծրագիրը, որը իր գագաթնակետին հասավ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս նամակում փրկությունը ներկայացվում է ոչ միայն որպես անհատի եւ Աստծո հարաբերության վերականգնում, այլ նաեւ որպես նոր մարդկության ստեղծում, որտեղ վերանում են նախկին բաժանարար պատնեշները։ Հրյան եւ հեթանոսը նախկինում բաժանված լինելով, այժմ Քրիստոսի մեջ դառնում են մեկ մարմին, եկեղեցին։ Եփեսացիներին ուղված նամակը նաև ունի մի շարք առանձնահատկություններ։ Նամակը նոր կտակարանում եկեղեցու վերաբերյալ ամենահամապարփակ ուսմունքներից մեկն է։ Այստեղ եկեղեցին նկարագրվում է որպես Քրիստոսի մարմին, Աստծո ընտանիք, Սուրբ տաճար եւ Քրիստոսի հարց։ Այս պատկերները ցույց են տալիս եկեղեցու հոգևոր մեծությունն ու նշանակությունը։ Նամակի ամենահայտնի հատվածներից մեկը ընդգծում է, որ մարդը փրկվում է Աստծո շնորհով, հավատքի միջոցով, այլ ոչ թե սեփական գործերով։ Սա ներդաշնակորեն շարունակում է Պողոսի ուսուցումը հռոմեացիների եւ գաղատացիների նամակներում։ Եփեսացիներին ուղված նամակի գլխավոր թեմաներից մեկը միասնությունն է։ Քրիստոսի մեջ միավորվում են հրյաներն ու հեթանոսները, տարբեր ժողովուրդները եւ ամբողջ եկեղեցին։ Այս միասնությունը պարզապես կազմակերպական չէ, այլ հոգևոր իրականություն։ Նամակում Քրիստոսը ներկայացվում է որպես ամբողջ եկեղեցու գլուխը եւ ամբողջ արարչագործության տերը։ Այս բարձր քրիստոսաբանությունը Եփեսացիներին ուղված նամակի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է։ Նամակի վերջում Պողոսը ներկայացնում է քրիստոնեական կյանքի կարևոր իրականություններից մեկը՝ հոգևոր պայքարը։ Նա հավատացյալներին կոչ է անում հագնել Աստծո ողջ սպառազինությունը եւ հաստատուն մնալ հավատի մեջ։ Ըստ կառուցվածքի Եփեսացիներին ուղված նամակը կարելի է բաժանել 3 մասի։ Մաս առաջին՝ Աստծո հավիտենական ընտրությունը, շնորհով փրկությունը, Քրիստոսի փառավոր դիրքը, հրյաների եւ հեթանոսների միավորումը եւ նոր մարդկության ստեղծումը։ Այս հատվածում Պողոսը ներկայացնում է Աստծո մեծ ծրագիրը։ Նա ցույց է տալիս, թե ինչպես է Քրիստոսի միջոցով մարդը անցնում մահից դեպի կյանք եւ ինչպես են նախկին բաժանումները հաղթահարվում մեկ նոր ժողովրդի հոգևոր իմաստով ստեղծմամբ։ Մաս երկրորդ՝ Պողոսի ծառայությունը հեթանոսների մեջ, եկեղեցու խորհուրդը, քրիստոնեական միասնությունը, հոգևոր պարգևները եւ հոգևոր հասունությունը։ Այս հատվածում ուշադրության կենտրոնում եկեղեցին է։ Պողոսը բացատրում է, որ հավատացյալները կոչված են պահպանելու միասնությունը եւ աճելու դեպի հասունություն, որպես մեկ մարմնի անդամներ։ Մաս երրորդ՝ Սուրբ կյանքի կոչ, քրիստոնեական ընտանիքը, ամուսնության խորհուրդը, ծնողներ եւ զավակներ, տերեր եւ ծառաներ եւ Աստծո սպառազինությունը։ Այս վերջին հատվածում Պողոսը ցույց է տալիս, թե ինչպես պետք է արտահայտվի քրիստոնեական հավատքը առօրյա կյանքում։ Նամակը ավարտվում է հոգևոր պատերազմի պատկերով, հիշեցնելով, որ եկեղեցին ապրում է ոչ միայն տեսանելի, այլ նաև հոգևոր պայքարի իրականության մեջ։ Ամփոփելով, Եփեսացիներին ուղված նամակը մեզ բարձրացնում է առօրյա խնդիրներից վեր եւ թույլ է տալիս տեսնել Աստծո փրկարար ծրագրի մեծությունը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ եկեղեցին պարզապես մարդկանց հավաք չէ, այլ Քրիստոսի մարմինը։ Փրկությունը պարզապես մեղքերի ներում չէ, այլ նոր կյանքի եւ նոր մարդկության հոգևոր իմաստով ստեղծում։ Իսկ պատմությունը պարզապես իրադարձությունների շարք չէ, այլ Աստծո կամքի իրականացումը։
Պողոսը մեզ հիշեցնում է, որ հավատացյալները կոչված են ոչ միայն հավատալու Քրիստոսին, այլ նաև ապրելու որպես մեկ մարմին, սիրո, միասնության եւ սրբության մեջ։ Եվ հենց այդ պատճառով Եփեսացիներին ուղված նամակը շարունակում է մնալ նոր կտակարանի ամենահոյակապ տեսիլքներից մեկը՝ եկեղեցու, Քրիստոսի եւ Աստծո հավիտենական ծրագրի մասին։